Կոնտ թաղամասի ֆրանսիական վերածնունդը գուցե շուտով իրականություն դառնա։ Լիոնի ճարտարապետներն այցելել են թաղամաս, շրջել Կոնդում ու հիմա վերականգնման նախագիծ են մշակում։ Մենք Լիոնի մեջ մեծ փոփոխություններ ստեղծած ենք in մասեր, որ պիտի կանտվեին եւ չկանտեցինք եւ նոր սարքեցինք։ Ուրեմն ինչպես փորձ ունենք Հստակ ամսաթվեր դեռ չկան, նախագիծն ամբողջացնեն, հետո ներդրումների եւ շինարարության մասին կխոսեն։ Հայ գործընկերների հետ այս հանդիպումը շատ հարցերի պատասխան կտա։ Երուդես պետք է ունենանք, պետք է նայենք ինչ կուզենք 10 տարի, 15 տարի վերջ, որովհետեւ կարելի որ մեկ անգամ չլար։ Կոնտ թաղամասի վերականգնման մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն է հայտարարում։ Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված գործակցության եւս մեկ օրինակ կլինի։ Համաժողովին մասնակից Հայաստանի եւ Ֆրանսիայի 40 համայնքների ներկայացուցիչներ այստեղ են, որպեսզի հստակեցնեն, ինչպես են աշխատելու գյուղատնտեսության, զբոսաշրջության, քաղաքաշինության եւ մշակույթի ոլորտներում։ 2015-ին 70 փոխգործակցության ծրագիր է իրականացվել, որի շրջանակում 1.270.000 եվրոյի օժանդակություն է տրամադրվել Հայաստանին։ Շեշտը դրվում է հատկապես տնտեսական ծրագրերի վրա։ Բարեկամության ջրանցք շուրջ 14 կիլոմետր երկարությամբ, Լուսաձորում հրաշալի անասնաֆերմա, որը կարող է լավագույն ուրեմն տոմական ցեղեր մատակարարել մեր գյուղացիներին։ Նախարարը կարևորում է հատկապես ֆրանսիական փորձի փոխանցումը հայ մասնագետներին։ 3 տարին մեկ անցկացվող այս համաժողովը կավելացի նաև ֆրանսախոսների թիվը Հայաստանում։ Էջմիածնում արդեն ֆրանսերենի անվճար ակումբ է գործում։ Հեռանկարներ կան նաև լրացնելու այս շրջանակներում ապակենտրոնացված համագործակցությունը։ Երևանյան այս ֆրանկոֆոն հավաքին 2 տարի հետո կհաջորդի ավելի մեծ ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։ Հայաստանում կհավաքվեն 80-ից ավելի անդամ երկրների ղեկավարները։ Նելի Հարությունյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։